Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում այսօր տեղի ունեցավ ամենազգացմունքային, ամենահուզիչ և անկասկած ամենախորը էմոցիոնալ սերիան։ Այն սերիան, որի սպասումով ապրել էինք ամիսներով։ Այն պահը, երբ ճշմարտությունը վերջապես հասնում է այնտեղ, որտեղ պետք է լիներ՝ մոր, հոր ու դստեր սրտերին։ Սոսը արդեն իմացել էր իրականությունը, բայց այսօր այդ ճշմարտությունը բացահայտվում է նաև Աննայի ու Անգելինայի համար։ Երկու բացահայտում, որոնք տեղի են ունենում միաժամանակ, բայց շատ տարբեր պայմաններում ու շատ տարբեր արձագանքով։ Հենրին, գիտակցելով, որ այլևս չի կարող պահել գաղտնիքը, Անգելինային տանում է առանձին։ Նա փորձում է հնարավորինս մեղմ, զգուշորեն ներկայացնել ամբողջ իրականությունը։ Անգելինան, իմանալով, թե ով է իրականում, Հենրիի աչքերի մեջ նայում ու ասում է ամենածանր խոսքերը. «Դու դավաճան ես»։ Ահա և ավարտվում է նրանց սիրո պատմությունը։ Անգելինան հեռանում է Հենրիի կյանքից։ Միքայելը նույն պահին մի այլ տեղ, նախկին դպրոցի համերգասրահում պատմում է ճշմարտությունը Աննային։ Նույն վայրում, որտեղ սկսվեց այս պատմությունը վերջին զանգի օրը։ Միքայելը ասում է, որ նրա աղջիկը երբեք էլ կորած չէր։ Այս խոսքերը Աննայի ներսում ինչ-որ բան կոտրում են։ Նա չի գոռում, չի արտասվում, չի մեղադրում ու պարզապես կանգնած է, քարացած։ Այս լռությունն էլ ավելի է վախեցնում Միքայելին, քան ցանկացած բացականչություն։ Ամենածանր վիճակում հայտնվում է Վիկտորիան։ Նա տասնամյակներ շարունակ պահել է ու մեծացրել Անգելինային որպես հարազատ դուստր, բայց հիմա զգում է, որ այդ կապը կարող է մաքրվել մեկ վայրկյանում։ Նա, ինչպես նաև ավագը, ապրում են կորստի սարսափով։ Ճշմարտությունն անողոք է։ Նրանք հասկանում են, որ հենց Անգելինան իմանա իրականությունը, կարող է ընդմիշտ հեռանալ իրենց կյանքից, չներելով տարիների լռությունը։ Վիկտորիան հատկապես վատ վիճակում է, օրը շոկի ու խղճահարության մեջ։ Միքայելի խոսքերից պարզ է դառնում, որ ավագն ու Վիկտորիան ամեն բան վաղուց գիտեին, ու Աննան գնում է դեպի այն մարդկանց, ում երբևէ հարազատ էր համարել, ովքեր իր աղջկան սեփական դստեր պես էին մեծացրել։ Աննան հայտնվում է ավագի ու Վիկտորիայի դռան առջև, ոչ թե որպես հյուր, այլ որպես պահանջող։ Նա պահանջում է պատասխան տարիների լռության, ճշմարտության թաքցման ու խաբեության համար։ Շփոթված ու ճնշված ավագը փորձում է արդարանալ, ասելով, որ իրենց դժբախտություններն սկսվեցին այն պահից, երբ Հենրին ոտք դրեց բազմաղբյուր։ Այդ մի նախադասությամբ նա փորձում է բոլոր մեղքերը գցել Հենրիի վրա, մոռանալով, որ հենց այդ այցի շնորհիվ իրականությունը վերջապես ջրի երես դուրս եկավ։ Աննան էլ պատասխանում է միակ ճշմարիտ կերպով, որ եթե Հենրին չգար, ինքը երբեք չէր իմանա, որ իր աղջիկը ողջ է ու ոչ միայն ողջ, այլ իր կողքին է եղել ամբողջ այս տարիներին որպես օտար երեխա։ Խորը լռությունը խախտվում է մի անսպասելի դռան բացմամբ։ Անգելինան ընդամենը մի քանի րոպե առաջ հեռացած Հենրիի կողքից գալիս է ավագի ու Վիկտորիայի տուն իր փոթորկված մտքերով, հարցերով, ցավով։ Նա բացում է տան դուռը ու աչքերի առաջ հայտնվում է իր կենսաբանական մայրը՝ Աննան։ Նրանց առաջին իսկ հանդիպումը տեղի է ունենում ամենաանպատրաստ, ամենադաժան պայմաններում՝ Վիկտորիայի աչքի առաջ։ Վիկտորիայի համար սա ոչ միայն վախեցնող պահ է, այլ անողոք իրականություն։ Մի աղջիկ, որին սիրել է ամբողջ կյանքում, հիմա կարող է պարզապես քայլել նրա կողքով որպես օտար։ Աննայի ու Անգելինայի աչքերի հանդիպումը լուռ է, բայց լի հուզմունքով, ճնշվածությամբ և տարիների բեռով։ Երկուսն էլ փորձում են հասկանալ ինչպես ապրել այս ճշմարտության հետ։ Հետաքրքիր զուգահեռ է ստեղծվում հիվանդանոցում Լիլիթի և Սոսի միջև։ Լիլիթը մտնում է հիվանդասենյակ մի ակնկալիքով, որ գուցե Սոսը ներող կլինի, որ գուցե տարիները, ընտանիքը, համատեղ փորձություններն ինչ-որ կերպ կփրկեն իրենց հարաբերությունները, բայց Սոսը այլևս չի կարող կրել սուտը, դավաճանությունն ու խաբեությունը։ Նա արդեն գիտի, որ Լիլիթը գիտակցաբար պահել է Անգելինայի մասին ճշմարտությունը ու որ ամբողջ տարիներ շարունակ իրենից թաքցրել է ամենակարևոր բանը։
ու հիմա Սոսը ասում է այն խոսքերը, որոնցից ամենաշատն է վախենում Լիլիթը։ Նա ասում է. «Հեռացիր իմ կյանքից և ընդմիշտ»։ Հարգելի հետևորդներ, ինչ տեղի կունենա Ավագի ու Վիկտորիայի տանը Անգելինայի և Աննայի առաջին հանդիպման ժամանակ որպես կենսաբանական մայր և դուստր։ Գրեք մեկնաբանություն։